Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս անցնենք գործի, ինչ ունեինք այստեղ, ես մի քանի դետալ էլ կար, որ պետք է ավելացնեի, հասցրեցի այս ընթացքում փխրեցուցիչը, վանիլինը և աղը բուսայուղը պատրաստել, անցանք գործի, սիրելիներս ինչպես տեսնում եք, այստեղ ես երկու հավկիթը, դեղնուցը և սպիտակուցը առանձնացրել եմ, պետք է, որ առանձին հարենք այս ամենը, ամենավերջում արդեն հարված սպիտակուցը խառնենք մեր իսկական զանգվածին, եվս մեկ անգամ կրկնեմ, փանքեյքը պատրաստելու համար մեզ պետք է 2 հավկիթ, 100 գրամ շաքարավազ, 250 գրամ ալյուր, 200 միլիլիտր կաթ, 50 միլիգրամ ուրեմն բուսայուղ, ունենք մեկ թեյի գթալ փխրեցուցիչ, մի փոքր աղ ենք օգտագործել և մի փոքր վանիլին, հիմա անցանք գործի, ես ճիշտ է մի փոքր կաղմիկ եմ, բայց կարծում եմ հասկանալի իրավիճակ է, դուք դեմ չեք լինի։ Իմիջիայլոց այստեղ հենց այս դեղնուցի վրա մի փոքր մի պտղունց աղ կլցնեմ, աղը կարող եք և ալյուրի հետ խառնել, և հավկիթի հետ խառնել, ինչպես ձեզ է հարմար, ես նախընտրում եմ հավկիթի հետ խառնել։ Ահա, հիմա ավելացնենք սիրելիներս 50 միլիլիտր բուսայուղը, նորից հարենք, ավելացնենք կաթը, այսպես, ահա, արդեն հարեցինք գլխավոր բաղադրիչները և այստեղ պետք է աստիճանաբար խառնենք ալյուրը, ալյուրը խառնեցինք, իմիջիայլոց փխրեցուցիչը խառնելու ենք ալյուրի հետ։ Անկեղծ ասած, ես սա ուզում եմ թողնել մի կողմի վրա, առայժմ ինձ պետք չէ, սիրելիներս ալյուրը կարող ենք խառնել նաև շատ դանդաղ, որևիցե գթալով։ Սա թողնենք մի կողմի վրա, սա մեզ հարիչը պետք կգա սպիտակուցը հարելու համար։ Ողջույն, ողջույն Սոնա ջան, ողջույն։ Ես եկել եմ քեզ օգնելու համար, որովհետև փանքեյքը այն միակ տարբերակներից է, քիչ տարբերակներից է, որը ես ոչ միայն սիրում եմ շատ ուտել, այլև պատրաստել, որովհետև հեշտ է պատրաստվում, արագ է պատրաստվում և շատ համեղ է վերջում ստացվում, այնպես որ նախաճաշի համար հատկապես շատ համեղ և շատ հարմար տարբերակ է։ Իրավաց ես, դե այդ պարագայում, քանի որ այո, դու ինձ եկել ես օգնելու սիրելիս, ալյուրը փոխանցեմ քեզ, դու շատ դանդաղ կարող ես այս ամենը խառնել և իմիջիայլոց հեռուստադիտողին ևս մեկ անգամ կրկնեմ, որ փխրեցուցիչը հենց հիմա ես կլցնեմ ալյուրի մեջ և Սոնան ամբողջությամբ այս ամենը կխառնի։ Ահա, սա կթողնենք մի կողմի վրա և այս ընթացքում ես կհարեմ սպիտակուցը շաքարավազի և վանիլինի հետ միասին։ Ահա, վանիլինը կավելացնենք։ Եվ փանքեյքի դեպքում ինչն է հրաշալի, որ ավարտին կարող ես քո նախընտրած տարբերակով և զարդարել և մատուցել, այո, այնպես որ ես մի քիչ գաղտնիքներ բացեմ, որ դու այսօր մի քանի տարբերակ ես առաջարկելու։ Այո, իհարկե, կարելի է։ Ահա, կլինի շոկոլադե տարբերակ, սիրելի հեռուստադիտողներ,
կլինի հատապտղային տարբերակ, Այո, իհարկե պահածոյացված տարբերակով հատապտուղներից ունենք միայն ելակ, կօգտագործենք ելակը եւ իհարկե մուրաբա ունենք, շատ ճոխ է, ահա տեսնում եք, մենք այստեղ տեսականի ունենք, իհարկե Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս հրաշք մթերքները մեզ միշտ, այսպես ասած, ուղղորդում են, այնպես որ մենք կարող ենք մուրաբաների որևիցե տեսակով զարդարել մեր փանքեյքը։ Ես հիմա միացնում եմ հարիճը, աղմուկի համար ներող կլինեք, բայց դե պետք է։ Եվ փորձենք աստիճանաբար ավելացնել շաքարավազը։ Աշխատանքային առավոտ մեզ մոտ ստացվել։ Շատ։ Եվ հիմա առաջին հայացքից կթվա թե այդքան էլ հեշտ չէ ոնց որ դա փանքեյք պատրաստելը։ Բայց իրականում այդպես չէ։ Հեշտ է, բայց աղմուկն է մի փոքր շատ, մենք չենք կարողանում այս պահին հեռուստաճյուղի հետ շփվել, բայց մի հետաքրքիր բան ասեմ, հուսով եմ ձայնս հասնում է, ուղղակի չեմ կարող ընդհատել։ Երեկ ես խանութում էի եւ հեռուստադիտող մոտեցավ ինձ, այնքան լավ բաներ ասաց հաղորդման վերաբերյալ, մեր կազմի վերաբերյալ, որ ես պարզապես, չգիտեմ, երջանիկ է այդ պահին, մտածեցի, որ ինչքան լավ է, որ մենք կանք եթերում եւ մարդիկ կարողանում են մի փոքր լիցքաթափվել մեր շնորհիվ, մեր միջոցով, այնպես որ սիրելիներս ողջունում ենք ձեզ, բարևներ ենք ուղարկում, թե Հայաստանում բնակող, թե Հայաստանի սահմաններից դուրս բնակող, մեր շրջանների բնակիչներին, որովհետև գիտեմ բոլորը նայում են։ Այնպես որ ձեզ ջերմագին բարևներ։ Եվ մենք ձեզ շատ սիրում ենք։ Այո։ Հիմա առաջարկում եմ, քանի որ շատ աղմկոտ է խոհանոցը, դադար ունենանք, որից հետո վերադառնանք եւ շարունակենք, կփորձենք դադարի ընթացքում այս աղմկային գործերը ավարտին հասցնել։ Շատ բարի։ Բարի լույս, եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք խոհանոցում ենք Ադրինեի հետ, ես Ադրինեի տարածքում եմ, որպեսզի առավոտյան օգնեմ իրեն պատրաստելու փանքեյք։ Ապրես, բարի գալուստ քեզ իմ խոհանոց, հեռուստադիտողին էլ եւս մեկ անգամ ողջունենք եւ շարունակենք մեր գործը։ Ինչ արեցինք մինչեւ այս պահը։ Աղմկոտ աշխատանքներ։ Այո, շատ աղմկոտ։ Եվ այստեղ ավելացնելով ուրեմն կաթը, բուսայուղը, ալյուրը, մի փոքր, եթե հիշում եք, աղը եւ իհարկե հավկիթի դեղնուցը հարեցինք, Սոնան օգնեց, որպեսզի այն հարվի։ Ես փորձեցի սպիտակուցը շաքարավազի եւ վանիլինի հետ միասին խառնել։ Ճիշտ է, շատ այսպես ժողովուրդ ջան, ինքը չպնդացավ, պետք է լավ պնդանար, բայց հոգ չէ, կավելացնենք կարևորը որ առանձին ենք ավելացնում ինչի համար որպեսզի խմորը ավելի թեթև եւ ավելի այսպես եթերային դառնա շատ ուրեմն տարբերությունը դրանում է կայանում երբ առանձին ես հարում իսկ երբ ամբողջական ես հարում մի փոքր խմորը ավելի ծանր է դառնում այ ընդհանրապես գաղտնիքը դրանում է կայանում եւ իմիջիալոց մի բան էլ ուզում եմ ասել հեռուստադիտողին, երբ հարիչով պետք է հարեք սպիտակուցը առանձին, դեղնուցը առանձին, ապա խորհուրդ կտամ սպիտակուցը հարելիս անպայման հարիչի ուրեմն ձողիկները լինեն մաքուր։ Առաջին հերթին հարեք սպիտակուցը, հետո նոր մնացած բոլոր բաղադրիչները, որովհետև եթե որևէ օրինակ, եթե դեղնուց հարած լինենք, հետո սպիտակուց, մի փոքր այն մասան, ինչը որ պետք է, դա չի ստացվի։ Այ այսպես, խառնենք, լավ խառնենք, որպեսզի ամբողջական այդ զանգվածը իմի բերենք։ Իսկ գազօջախը միացնել դեռ շուտ է։ Արդեն միացած է։ Այո, իմիջիալոց այս
պարագայում, եթե սովորաբար կարող ենք ցանկացած թավա օգտագործել, այս պարագայում փանքեյքի պետք է թավան շատ լավը լինի, մենք ունենք այդպիսի տարբերակ եւ այն պետք է տապակենք առանց յուղի։ Այո, 4 թավայի մեջ, այո, պարզապես այսպես թավան պետք է տաք վիճակում լինի, որպեսզի հենց զանգվածը հայտնվի այնտեղ միանգամից։ Այո, անպայման պետք է տաք լինի։ Ահա, ավելացրեցինք մնացորդը եւ իհարկե խառնենք ու սկսենք արդեն թխման process-ը։ Այսպես։ Դե ես պատրաստում եմ այլ տարբերակով, ամբողջը միանգամից եմ հարում այո։ Այո, շատ լավ է լինում, որևէ տարբերություն չունի։ Դա փանքեյքը այն չգիտեմ քաղցրեղեններից է, որ այսպես մի քանի տարբերակ կա համացանցում պատրաստելու եւ ես փորձել եմ 2-3 տարբերակ, բոլորն էլ շատ համեղ են ստացվում, բայց այս տարբերակը չեմ փորձել, այնպես որ անպայման տանը կփորձեմ։ Այո, ընդհանրապես գիտես, ինչպես նշեցի, միակ տարբերությունը ավելի այսպես փամփլիկ է ստացվում, երբ առանձին ես հարում, բայց ինձ թվում է ոչ մի հարց չկա, ոնց հարմար է ժողովուրդ ջան, տենց էլ արեք։ Տարբերություն չկա։ Պարզապես տարբերակներից մեկն է, որը առաջարկում ենք։ Ես առաջարկում արդեն սկսենք թխել, այո։ Դու ունես հարմար։ Հարմար գտալ որպես այդպիսին հատուկ փանքեյքի համար այս պահին չունեմ, սովորական գտալով էլ կարող ենք, այո, այն սկսել պատրաստել։ Իմիջիայլոց կան հատուկ ամանիկներ, որ կարելի է լցնել մեջը եւ այսպես գեղեցիկ ձևավորել։ Գտալներն էլ եթե մի քիչ այսպես խորը առանձին իր համար լինում են, միանգամից իր չափով կարողանում ենք անել, բայց ես քո աչքաչափին վստահում եմ ավելի քան յուրաքանչյուր գտալի եւ ամանիկի, այնպես որ այո, տեսնենք թե ինչ է ստացվելու։ Ահա։ Իմիջիայլոց միջին կրակով ենք պատրաստելու այն։ Տա-դա-դա-դամ։ Տեսնենք, այո։ Կարող ենք մեծ, հա, ոնց անենք, Սոնջան, մեծ։ Ես կարծում թավան այդքան էլ տակ, չէ՞։ Որովհետև, ահա, լավ է, ահա։ Կարծում եմ լավ է։ Մի փոքր էլ կարող եմ ես, այո, ուժեղացնել եւ անցնել գործի։ Չէ, ինձ շատ լավ է չափը։ Շատ լավ է, այո, ահա։ Հա, այ հիմա թավայի ձայնը եկավ։ Այո։ Պատրաստվելու ձայնը լսվեց, այնպես շատ արագ կլինի։ Վստահ եմ շատ արագ կլինի։ Ժորժ ջան, տեսնում եք մի քանի բաղադրիչ եւ շատ համեղ, շատ արագ պատրաստվող քաղցրեղեն։ Նույնիսկ եթե հյուր է եկել եւ այդ պահին քաղցր չկա, կարելի է շատ արագ սա իհարկե բաղադրիչների արկայության պարագայում հաստատ շատ արագ կարելի է այս ամենը ունենալ։ Եվ վերջում շատ համեղ ու շատ էսթետիկ է ստացվում մատուցումը, իսկապես եւ կարելի է առավոտը այսպես շատ գեղեցիկ սկսել եւ հյուրերի համար պատրաստել, երկու դեպքում էլ շատ էսթետ առավոտ է լինելու կամ շատ էսթետ օր է ստացվելու։ Եվ երեխաների համար կարծում եմ շատ լավ տարբերակ է, երեխաներն էլ շատ կսիրեն, նախաճաշեն եւ գնան թե մանկապարտ, թե դպրոց, եթե ուսանողներ կան, բնականաբար գնան իրենց կրթության հետևից։ Այսօրվա առավոտը դառնում է իմ ամենասիրելի առավոտներից մեկը, որովհետև ես հայտնի քաղցրակերս շատ սիրում եմ փանքեյք։ Այո, եւ հենց հիմա արդեն սկսեցին պղպջակները պայթել, դա նշանակում է արդեն պատրաստվում է պատրաստման process-ը գնում է։ Քիչ հետո արդեն կշրջեմ մյուս երեսն էլ կտապակվի, կկարմնի եւ մենք կունենանք մեր օրվա հրաշալի քաղցրեղեն։ Այո, պատրաստի փանքեյքեր, որը հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ այսօր մի քանի տարբերակով է մատուցվելու՝ շոկոլադե, հատապտղային եւ իհարկե մեղրով տարբերակ կունենանք, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու, մնացեք մեզ հետ։ Իսկ հիմա մենք ունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե եւս մեկ անգամ բարի առավոտ սիրելիներս, արդեն ամփոփում ենք մեր հաղորդումը եւ իհարկե տեսնում եք այստեղ ես ամաների մեջ պատրաստել եմ մեր շատ համեղ փանքեյքը։ Ինչպես խոստացել էի, մի քանի տարբերակով ենք զարդարելու։ Այստեղ ունեմ սպիտակ ափսե շատ գեղեցիկ փանքեյքը ներսում է։ Ես այն կզարդարեմ շոկոլադով։ Ինչու նախընտրեցի շոկոլադը ուրեմն այս ափսեի մեջ, որովհետեւ սպիտակ տարբերակ շատ գեղեցիկ եւ շատ տեսանելի կդառնա մեր փանքեյքը, այսպես առատորեն ամբողջ ափսեով կտարածենք, այսպես, վրան կավելացնենք ելակը,
այսպես եւ մի քանի հատ ամանի մեջ կլցնենք ելակ, որպեսզի շատ ճոխ եւ գեղեցիկ լինի։ Ահա այսպես, սա մեկ տարբերակ, հաջորդը զարդարենք մուրաբայով, էլի հատապտղային մուրաբա, իհարկե մեր գործընկերոջ առաջարկն է սա, այսպես, սա բոլորի սիրած մալինան է, ահա, այսպես ճոխ, եւ ինչու ոչ, ես մտածեցի, որ կողքին կարելի է նաեւ մատուցել, ինչու ոչ, ճիշտ է, գուցե մտածեք տարբերություն կա, բայց կարելի է կողքին գիլասի մուրաբա եւս մատուցել, այսպես, ահա, այսպես գեղեցիկ թող լինի եւ ճոխ։ Եվ հաջորդ տարբերակը, ես այստեղ ունեմ մեղր, մեղրել կավելացնենք մեր մյուս փանքեյքի վրա։ Ես կարծում եմ պրոցեսը հետաքրքիր է եւ կարելի է այսպես շարունակ զարդարել, ահա, ափսեի մեջ էլ մեղր լցնենք, ես մի փոքր տաքացրել եմ մեղրը, որովհետև այս պարագայում այդպես ճիշտ կլինի, վրան կավելացնեմ չամիչ, սիրելիներս կարող եք ընդեղեն եւս մատուցել այս բոլորի կողքին, այս մյուս տարբերակն էլ իհարկե ամենապարզը շաքարի փոշիով։ Ահա խնդրեմ սիրելիներս, ես 4 ձևավորման տարբերակ ձեզ առաջարկեցի, դուք ընտրեք ձեր ամենասիրելին եւ վայելեք։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ, որ ես ձեզ շատ եմ սիրում։